Ընկերներ վերլուծում են կոշտ բանակցություններին ուղղված մի տեսանյութ, բավական էֆեկտիվ լավ ներկայացնում է, պարզապես տեսանյութը որակը այդքան լավը չի։ Այստեղ որտեղ չլսվի, ես կփորձեմ թարգմանել։ Ну պարզ է, չէ, այս երեք կողմերը եկել են ինչ-որ բան են ներկայացնում այս մի կողմին։ Время пошло. Сколько у нас времени есть, кстати? 25 минут. Да, давайте познакомимся вначале. Какая у вас цель сегодня была? Познакомиться, у вас есть определенная. У нас есть определенная цель. Какая? Սկզբի ժամանակ են դրում, ասում են ինչքան ժամանակ ունենք 5 րոպե, թե ինչ։ Վերջինս ասում է եկեք ծանոթանանք եւ այլն սկսենք։ Самое главное. Мы рассмотрим сегодня вопрос. Այս բաները ընկերներ, որ այստեղ ինչ որ բան է գրում, բան է նկարում, սուտ կեղծվեց բաներ են, ոչ գրում է, ոչ նկարում։ Այդ կարևորությունն է ստեղծում։ Պատկերացրեք դուք խոսում եք ու ինքը sense նայում է, քեզ գրում է։ Դու պատ կոնտրոլ եմ, չէ՞։ Այդ տպավորությունն է լինելու։ Բայց կեղծ ոչ մի բան չի գրում։ По команде. Цель, как мы будем работать в 2003 году? Ребята, у нас уже не первая встреча с вами. Значит, у нас были предыдущие раунды. Вот, мы с вами договорились, что сегодня вы нам сделаете ваше предложение по эксклюзивности по кормовому режиму. Ну, ասում եմ միանգամից գործին ու այս ծանոթանան բան, այդ ամեն ինչը ոչ մի бан չի դրվում։ Вы подготовили это предложение? Чтобы вы сразу обозначили, у меня очень Նայեք, ու սկսում է հարցեր տալու ինքն ասում, քիչ ժամանակ ունեմ։ мало времени. Да, мы подготовили. Давайте вначале. Այստեղ որ ասում եմ ես քիչ ժամանակ ունեմ, բանը պիտի ասի մի րոպե։ Ժամանակի հարցը ինձ չի վերաբերում, դրա մասին չզգուշացնես ինձ։ Որ ասում եմ ես արի արագ պայմանավորենք, ես քիչ ժամանակ ունեմ։ Դա արժեզրկում է դիմացինի, որ դու այդքան կարևոր չես, ես ավելի կարևոր գործեր ունեմ, չէ՞։ Պիտի ասես, այս ժամանակը ընդհանրապես ինձ չի դակշում, դա քո խնդիրն է։ Այստեղից պիտի հարցը լուծում ենք, չէ՞։ Որ միանգամից տեսնի, որ ինքը ենթակա չի ազդեցությանը։ Давайте начнем с предложения сразу, хорошо? Предложение сразу начнем. Нет, сколько денег вы готовы? Так не получится. Получится, ребят. Не получится. Получится. Не получится. Если не получится, ребят, у меня мало времени. Тогда... Ինչ անում։ Ասում եմ միանգամից եկեք այդ ստիս մտից ծանոթացում բան արժեզրկում, հա, այդ պարտներսկի մոդելը, չէ՞, Զախինինը։ Միանգամից այս մեկինի կոշտ միջոցը։ Զախիները ասում են սկսենք ծանոթանանք եւ այլն, ասում է արագ առաջարկություն եկեք միանգամից դրանից քննարկենք։ Ինչքան եք պատրաստ վճարել։ Ուսեն շատ կոպիտ ձևով անցնում է վճարելուն, որը սովորաբար ընդունված չի կարծես, հա։ Ես ասում եմ չի ստացվի, ասում եմ կստացվի։ Այսինքն ես ասում եմ, ես թերադրում եմ, իմ ասածով պիտի լինի։ До свидания сразу. Ладно, мы тогда что, поздравим и... Давайте, если у нас... Նայեք, վրընդում է, ասում է դե չեք ուզում հեսա, դուրը գնացեք։ Ու այս վերջինից ջուր խմելը այդ ստրեսի դրսևորումն է, արդեն նշանն է։ Պարզ է, չէ, սա վատ ոստիկանն է, սա աչի սպիտակը լավ ոստիկան է երկուսից։ Есть там несколько минут, чтобы задать какие-то вопросы, потому что мы должны о чем-то... Задавайте же вопросы. Конечно, нужно. Вы уже забыли, конечно. Давайте, у вас есть предложение? Есть. Делайте мне быстрее. Так не получится. Կոնկրետ կտրուկ հարցեր է տալիս։ Առաջարկություն ունես, ասա, ադե ասա, շատ արագ ու արագացնում է այդ բանի մեջ է գցում, այդ ինֆորմատիվ ստրեսի մեջ է գցում, ու մնացածը բան են անում։ Այդ դրան է ենթարկվում։ Ինքը տենց պիտի անի, ինքը sense պիտի անի, ասի, լավ, հեսա շտապ եմ։ Ու այսպես հորանջի, դա, եկեք լավ, արագ քննարկենք։ Այդ տենց մի բան պիտի անի։ Ու ինքը լուրջ ընդունում է ցախ կողմերին, իրենք փորձում են առողջ բանակցեն, փորձում են партнёрский լինեն, չի ստացվել։ Վերջինս ուժային է, չի ստացվի այդ միջոցները։ До свидания тогда сразу. До свидания. Предложение есть? Ребята, у меня мало времени, предложение есть? Мы хотели смотреть, что он заработает. Նայեք, այս հետ գնաց։ Ու պարտություն ասա, որ ձեր չտվեց։ До свидания. Давайте. Սա իր այս կարմիրի գլխավոր կոզերներ։ Ձերը եթե բռնեին, կարմիրը պարտվում էր։ Այսինքն իր ուզածը չէր իրականանալու։ Կարող է ոչ ոքի դուրս գային, բայց իր ուզածը չէր իրականանալու։ Հա, կամ էլ նույնիսկ նրանք այս դեպքում պիտի ձեռներ չբռնեին, ձեռը օդում թողային գնային։ Տարբերակներից մեկը, բայց վերջիններս հենց ձեռը չտվեց, ուրեմն դու պարտվելու ես։ Мы за 80% предлагали вам 60 тысяч за эксклюзив. Սատից մտից բաներ ա գրում, ընկերներ, ոչինչ չի, լուրջ բան այստեղ չեն գրում։ Բայց դա ձև է ցույց տալիս, որ ես քո արածները ասես մանրակրկիտ հետևում եմ։ Мы готовы предложить
уже 65. Գումարած վիզուալ կոնտակտ չի պահում, ես քեզ չեմ էլ տեսնում, դու իմ համար կարևոր չես։ Այստեղ ինչ որ նշումներ եմ անում, sense նայում եմ, ինչ լավ չէ, անցանք sense, այս մոտեցմամբ։ Так, я готов предложить вам эксклюзив за $1 миллион. За $1 миллион. Да, ваш ответ. Наш ответ нет. Вообще, Давайте вы нас не Շատ լավ է, շատ է դուր գայց։ Ասում եմ էքսկլյուզիվի համար ես $1 միլիոն եմ պատրաստ առաջարկել։ Ինքը ինչ անում։ Ու նրանք ոնց են պատասխանում, ասում մերը պատասխանը ոչ, ու սենց անլուրջ ձևով քննարկում են։ Ակնհայտ է, չէ՞, մանիպուլյացիան, պրովոկացիան ավելի շուտ։ Որ ասում $1 միլիոն ինչ պիտի անեն, պիտի ծիծաղեն իրանք։ Ասի, նու դայեցի դա։ Իհարկե $1 միլիոն։ Ես համաձայն եմ, բայց $1 միլիոն քիչ է, առաջարկում եմ մենք ձեզնից գնանք 2 միլիոնով։ Այդ ռազրիվ շաբլոն կլներ, սցենար կոտրեր։ Ու ասում եմ, հետ է գրնայք ինքնագող։ Խինն է լուրջ են քննարկում։ уважаете, да? Вы пришли в гости. Компания уродов вы пришли к нам, понимаете? Вы пришли, да, вы пришли там, я так это воспринимаю, понимаете? Мы самые Ասում դուք եք եկել մեր компания на этом рынке. Мы самые крупные операторы пришли, вы просто издеваетесь, блин, там безусловно, уважаем. Вы меня не уважаете, где $65 000, у меня обороты такие. Չէ, այստեղից պրոբլեմ է սարքում։ Ասում դուք եկել եք մեր մոտ, այսինքն ցույց է տալիս, որ մենք ինձ պետք դուք մեզ պետք չեք, ու ասում մենք ամենամեծ կամպանիան ենք այստեղ են։ Սուտ-մուտ բաներ են ասում, չափազանցում են, մենք այս ոլորտում ամենամեծ կամպանիան ենք։ Զայդան մեյփր տեղը գծում այդ հույզերը արտահայտել իրավունք ունեմ դու չունես։ Ու ոտներ ոնց է դնում սեղանին, այդ ակնհայտ արհամարանքա ցույց տալիս։ Ու այս мեկը սպասում է իր հերթին։ Пришли, мне вся Москва, у меня Лужков на открытии даже. Да, мы готовы выслушать ваши $1 миллион, $1 миллион. Ու այստեղ ակնհայտ ոչ կոնստրուկտիվ է զրույցը։ Ասում դուք եկել մեղադրում մեզ վիրավորում եք, ես ինչ եք անում, այն ասածներ ասում են, մենք չենք մեղադրում, մենք պատրաստ ենք ձեր տարբերակները լսել։ Իստեն թույլ դիրք է։ Դու պետք է ասես ընկալում ես ինչպես վիրավորանք։ Համարժեք է քո ինքնագնահատականի օբյեկտիվության հետ։ Ուրեմն այդպես է։ Վիրավորում ես, ուրեմն տեղին է, ուրեմն իրավիճակի համապատասխան ես ընկալել։ У меня предложение. Вы готовы $1 миллион заплатить? Если вы готовы, за эксклюзив возможно, у всех этих магазинах. $1 миллион 100% доля. То есть это хорошее положение, $1 миллион. $1 миллион мы отдаем вам, делаем инвестиции, только когда вы начинаете разговаривать с ним. А почему не $2 миллиона? Тогда хоть 2 заплатить, я готов взять 2. Давайте $2 миллиона. Давайте еще одно предложение. Давайте обсуждать комплексный контракт. Նորված են, չէ՞, մյուսը հանգիստ անեք։ Мы сегодня не будем говорить о кармах, мы хотим говорить о комплексном контракте. Хорошо. Мы не готовы сегодня обсуждать. А мы готовы. У нас нет времени, поэтому... Ու հաճախակի նշում են մենք պայման չունենք։ Ամբողջ խաղադրույքը որպես իսպիտակ հետ համաձայնվել։ Այսինքն սա հոգեճնշել է, որ չուզենան հետը խոսան։ Ստրեսի կենտրոնա, չէ՞, ստրեսի ուզում ես լիմբական համակարգ ասում փախի։ Որ չուզենան քո հետ խոսան, այն նրա հետ կքննարկենք մենք։ Ու նրա առաջարկած պայմանը այս իրավիճակից ելք է քո դիսկոմֆորտից, համաձայնում միայն թե այս իրավիճակից դուրս գա։ Կարմիրը ստեղծում է ստրես, կոմար դիսկոմֆորտ է ստեղծում, որպեսզի դու ուզենաս դուրս գաս այդ վիճակից, ու սպիտակը ստեղծում է պայմաններ։ Մի քիչ լավ է խոսում քո հետ, ինքնագնահատականը բարձրացնում է, ցավազրկում է, դու պատրաստ ես համաձայնել միայն թե հղկած նրա հետ չխոսես, սրա հետ խոսես ու սրա հետ բարիդրացիական հարաբերություններ լինի, որ դու ինքդ քեզ արդարացնես, որ իմ մոտեցումը նորմալ է, ճիշտ է։ Ինքնագնահատական փնտրելու համար, փրկելու համար։ Я готов. А что у вас нет времени? Это наши проблемы и наши дела, поэтому... Мы здесь сидим вроде как партнеры. Мы сидим 25 минут, мы сегодня назначили время для переговоров. Там кажется, что мы это... Այս ցանցրույթի ժեստը նստած ցանցրանում է շատ լավ иллюстрация время обсудим вместе наш контракт. Итак, первое. Мы хотим получить... ու նաև վերջինս հագուստ անայք ցախ կողմին ինչով են եկել ինչ որ գալստուկով բանով ֆորմալ չէ իսկ աչինը իր ընդհանրապես վեջին չէր այսպես ասած այս բանակցությունը ժզրկող վերաբերում нулевую насадку 45 календарных дней. В основной секции целиком оставляем только шоколад и кассовой зоне. Оставляем 8 линий ваших, вы принесете. Что еще? Нам все равно, что продавать.
Хорошо. Абсолютно все равно. Вы занимаете в нашем объеме 0,01. Одну. Ու սկսում են արդեն քննարկել, արդեն երևա չի ակնհայտ է։ Աչինը պայմաններ է սկսում թելադրել, մնացածը զոմբիացած, այսինքն տրանսի մեջ ընկած լսում են, որովհետև ստրեսի մեջ են իրենք ուժին։ Այս ստրեսից դուրս եկած, ստրեսի վիճակում առաջանում է տրանսի վիճակը ու պատրաստ են լսել, սկսում է համոզել բանանել, վերջինիս պայմանները ընդունում են։ Այս է կոշտ բանակցությունների տեսակ ու օրինակ, որը շատ լավ արտացոլում է ընկերներ։ Այն, որ դու պետք է կողմնորոշվես, թե ինչ բանակցության ոճով ենք հետ շփվում եւ սովորական շփման ժամանակ եւ կյանքում եւ եթե քո հետ շփվում են կոշտ բանակցության ոճով ու դու շփվում ես գործընկերային ոճով, պարտվելու ես։ Պետք է սա իմանալ։ Հետևաբար պետք է կողմնորոշվել կոշտ բանակցությունը, գործընկերային այդ է մանիպուլյատիվ ագախնի ազդեցությունը։ Պետք է ճիշտ կողմնորոշվել ու համապատասխան ձևով հակազդել ու իմանալ, որ սա ընդհանրապես խաղ է։ Իսկ ձախ կողմիները լուրջ էին ընդունում։ Իրենք այդ պահում են այդ կեղծ ֆորմալությունները, մեկը ոտքերը դրած սեղանին, բայց իրենք ասում են, մեզ համար դա ընդունելի չէ եւ մենք պատրաստ ենք ընդունել։ Չի անցնել։ Այդ ժամանակ դու բան ես անում։ Այդ ժամանակ ասում ես, այ մի րոպե, ես կոշիկ թանում ես, մեջից ինչ որ բան ես թափես, դնում ես հենց որ տենց անում, ոտքերը որ ժեստ անում։ Նման ձևով ու շփիտով նայում ես դեմ բանին։ Ասում ես հիմա իրար հասկանում եք, ճիշտ է, հիմա երևի իրար ավելի լավ եք հասկանում։ Պատկերացիք, բայց նրանք ասում են, ոչ չի կարելի, սխալ բան ունեցիր, պիտի ընդունես, պիտի լսես, պիտի վերադարձնես, արտացոլես, բան չէր աշխատում։ Դրա համար ամենակարևորը ճկուն լինելն է, այդպես հստակ կանոններ բանակցությունների մեջ չկա, որ այսպես է ու վերջ։ Պետք է ճկուն լինել եւ կողմնորոշվել ըստ իրավիճակի ամենաարդյունավետ ձևով, բայց կախված ձեր իհարկե նպատակներից, այստեղ է շատ կարևոր է։ Սիրելիս, այսքանով ձայնագրություն անջատ եմ եւ հարցեր առածին կլսեմ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ձեզ հետ հոգեբան եւ պրոֆայլեր Գրիգորի Բադալյան։